քանի որ ինքը կարգալույծ է հռչակված, ըստ եկեղեցական կարգի պիտի պատարագը մատուցեմ ես։ Հովանավանքում մնացած միակոծյալ քահանան Տեր Սարգիսը երեկ, երբ շփվում էր լրագրողների հետ, քննչական կոմիտեից արդեն ստացել էր զանգը, որ Կիրակի պետք է ներկայանա հարցաքննության, բայց թե կոնկրետ որ ժամին դեռ չգիտեր։ Քիչ ավելի ուշ պարզվեց առավոտյան 9-ին Սուրբ Պատարագի մեկնարկից ընդամենը 1 ժամ առաջ։ Փաստաբան Արա Զոհրաբյանի համոզմամբ այս կերպ քննչական մարմինը պայման է ստեղծել, որպեսզի պատարագը մատուցի այդ իրավասությունը չունեցող Ստեփան Ասատրյանը, նախկին Տեր Արամը, որին անցնող շաբաթվա ընթացքում Մայրաթոռը կարգալույծ հռչակեց եկեղեցում թեմակալ առաջնորդին ու ծառայեկից եղբայրներին վարկաբեկելու, պատարագներին ամենայն հայոց կաթողիկոսի հիշատակությունը կամայականորեն զեղչելու, հանձնախմբի նիստերին չներկայանալու հիմքերով։ Ասեմ ավելին, Արագածոցի մարզի բոլոր քահանաներին այդ ժամին կանչել են հարցաքննության։ Իրենք պաստորեն փորձում են զախողել ամբողջ մի մարզի հոգևոր կյանքը։ Պատարագները պաստորեն ուզում են զախողել։ Սա շատ աննախադեպ նման բան ես չեմ լսել դուրս ու այս տիպի ուրեմն միջամտություն անեն եկեղեցու ներքին կյանքին։ Կարգալուծությունը չի ընդունում Տեր Արամը, ում Մայրաթոռն այլևս այդ անունով չի ճանաչում։ Կարգալույծ եղած կաթողիկոսի չի կարա կարգալույծ անել։ Աշխարհական Ստեփան Ասատրյանը շարունակում է Հովանավանքում մկրտության պսակի ծեսեր անցկացնել, թեկուզ եւ եկեղեցու համար այն վավեր չէ, եւ հենց առաջիկա Կիրակնորյա պատարագն էլ որոշել է, թե ինքը պետք է մատուցի, որին ի դեպ մասնակցելու է նաեւ վարչապետը, ում կողքին էլ փոխադարձաբար կանգնելու է Ստեփան Ասատրյանը ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի հրաժարականի պահանջի ժամանակ։ Տեղեկացնում եմ, որ առաջիկա Կիրակի օրը հոկտեմբերի 26-ին Հովանավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագին։ Ընդհանրապես թե հայ եկեղեցու տեսակետից, որը որ իհարկե չի տարբերվում ընդհանուր քրիստոնեական տեսակետից եւ աստվածաշնչային հոգուց կարգալույծ լինելով հանդերձ պատարագ մատուցել, սա նշանակում է եկեղեցու սրբությունը եւ Սուրբ Պատարագի սրբության նշանակում է։ Այսինքն ըստ էության կարգալույծ հռչակված քահանան այլևս աշխարհիկ մարդ է եւ ոչ թե հոգեվորական եւ իր արարքը Սուրբ Պատարագի խորհուրդը իջեցնում է բեմականության իջանի։ Բացի այն, որ կրոնական ծեսեր կատարելու եւ պատարագներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն է վերապահված, Հովանավանքը պատկանում է Մայրաթոռին, այսինքն այս դեպքում փաստաբանի պնդմամբ գործ ունենք նաեւ ներխուժման մտադրության հետ։ Մայրաթոռում գործ ունենք ներխուժման հետ, որը ոստիկանությունը պարտավորեց դիմի հիման վրա գործողություն իրականացնել, մինչդեռ դրսևորեց իրավախախտ անգործություն։ Եվ այս պահին փաստորեն մենք ունենք այդ խախտման փաստը, որում հենց ովանավորվող ու ոստիկանության կողմից։ Վաղը բախումներ են լինելու Աստծո տանը պատերից ներս կամել դուրս, այնպես ինչպես ճիշտ այն օրը, երբ Մայրաթոռից կարգալուծության որոշումը հոգևորականները տարել էին Ստեփան Ասատրյանին, իսկ նա իր աջակիցների հետ չընդունեց թուղթը։ Հանրային քաղաքական օրակարգում է հարցը կարմիր թելի նման, կարմիր տագնապի նշանով ու զգոնության կոչերով, մինչև այդ հովանավանքն է այսօր առայժմ այստեղ լարված խաղաղություն է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։